Բարև ձեզ, պարոն Ուրիխանյան։ Բարև ձեզ։ Հանրությունը սպասում էր թեժ աշնան եռյակի խոստման համաձայն։ Աշունը համարյա վերջանում է։ Որքանով էր այն թեժ։ Որպես մարդ, որը հանդես էր գալի մի քանի տասնյակ հազար մարդ հավաքած հանրահավաքների հարթակներից եւ ոչ մեկ անգամ, բնականաբար պիտի ասեմ համապատասխան։ Էլ դրանից ավելի թեժ ես ինձ համար չէի պատկերացնում։ Թեժությունը պայմանավորված է միայն հանրահավաքների բազմամարդությամբ, թե նաև գործողություններն էին ապահովում այդ թեժությունը։ Դուք պատասխանեցիք ձեր հարցին։ Բնականաբար գործողություններով, բովանդակությամբ նախ եւ առաջ, այն օրակարգով, որը միասնաբար ոչ իշխանական ուժերը ժողովրդի ստորագրությամբ դրա տակ ներկայացրեց իշխանություններին, դարձրեց ուղեգիծ եւ նպատակակետ իր գործունեության մեջ։ Այդուհանդերձ, որքան էլ դուք արդարացիորեն նշեցիք, որ հանրահավաքներն իսկապես բազմամարդ էին, այդ երկու հանրահավաքներից հետո թվում էր, թե ինչ-որ ավելի բուռն ինչ-որ գործողություններ են լինելու, այնուամենայնիվ ԲՀԿ-ն հայտարարեց անուղղակիորեն հանրահավաքային պայքարից գոնե ժամանակավորապես ետ կանգնելու մասին, ինչը ոչ միանշանակ ընդունվեց ՀԱԿ-ի կողմից։ Ո՞րն էր պատճառը, մարտավարության նման փոփոխության պատճառը ո՞րն էր։ Ամենևին որևէ մեկը հանրահավաքային գործողություններից չի հրաժարվել։ Եվ ես ուզում եմ հերթական անգամ առիթն օգտագործելով ասել հետևյալը. հանրահավաքները լավորից չէ, որ կազմակերպվում են մեր կողմից եւ լավորից չէ, որ մարդիկ գալիս են հանրահավաքների։ Դրանք միջոց են բողոքը, ցասումը, զայրույթը, պահանջը առաջ քաշելու եւ բարձրաձայնելու համար։ Երևի դուք կհամաձայնվեք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները օրվա ընթացքում եւ երազում գիշերը չեն մտածում հանրահավաքների մասին ու դրա համար չէ, որ ապրում են։ Հետևաբար հանրահավաքները միջոց են մի ամբողջ բազմաթիվ քայլերից ու գործողություններից բաղկացած գործընթացի մի մաս են, մի փուլ են եւ ունեն նպատակ վերջնակետին հասնելու, ի թիվս մնացած գործողությունների։ Վերջնակետի մասին կարծում եմ խոսել այլևս նորություն չի բերի եւ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու համար գոնե նվազագույն տարրական կենսակերպ ապահովելու պահանջը, սոցիալական, տնտեսական, իրավական ճգնաժամը վերացնելը, միջոցներ ձեռնարկելը արտագաղթը, աղքատությունը, գործազրկությունը վերացնելու, չեզոքացնելու համար, երկրում իրավիճակ փոխելու համար արդեն հայտնի է բոլորին այս ամենը որպես նպատակ, որպես ռազմավարական վերջնակետ։ Լավ, պարոն Ուրիխանյան, կարծում եմ այնուամենայնիվ կհամաձայնեք, որ այդ գնահատականը, որ ես հնչեցրի, միայն իմը չէր, այլ մամուլում բազմաթիվ անգամներ հնչեց, որ ԲՀԿ-ն հրաժարվում է հանրահավաքային պայքարից, անգամ ՀԱԿ-ի առաջին արձագանքը այդ շեշտադրումներով էր։ Հիմա ես ձեզ որպես ԲՀԿ ներկայացուցիչ պաշտոնապես հայտարարում եմ եւ ասել եմ բազմիցս, ԲՀԿ-ն երբևէ չի հրաժարվել պայքարի տարբեր մեթոդներից, այդ թվում հանրահավաքից։ Մարդիկ շատ լավ ու վաղուց արդեն գիտակցում են, որ մամուլը բաժանվում է մի քանի մասերի։ Այդ մասերից մեկը ուղղորդված մամուլն է, մասերից մյուսը ինչ որ ինտրիգ որոնող եւ տիրույթ լրացնելու խնդիր լուծող մամուլն է։ Հետևաբար պետք չի դրա վրա կենտրոնանալ։ Հայաստանի Հանրապետությունում պիտի տեղի ունենա իրավիճակի կտրուկ փոփոխություն, ռադիկալ միջոցներով ու մեթոդներով։ Պիտի բոլոր այն երկրի զարգացմանը խանգարող երևույթները վերացվեն, դրանք առաջացնողներով ու դրանք վերացնելուն խանգարողներով հանդերձ։ Երբ որ մեր սոցիալական, տնտեսական ու իրավական օրակարգը 12 եւ դրան գումարված եւս մի քանի կետերից բաղկացած առաջադրվեց իշխանությունների արչեւ եւ իշխանությունները ըստ էության փակեցին թեման, գոնե այն ժամանակ։ Հիմա ինչ որ բաներ խոսում են, տեսնենք ինչ կանեն։ Փակեցին թեման եւ հրաժարվեցին իրականացնել լուծումներ ապահովել դրա համար։ Իրենք իրենց գլխին բերեցին իշխանափոխության հարցը։ Սա հռչակվեց ոչ իշխանական ուժերի կողմից, սրա հետ համաձայնեց այն ահռելի զանգվածը, որը ներկա էր եւ մարզային հանրահավաքների ժամանակ եւ առաջին ու երկրորդ համապետական հանրահավաքների ժամանակ Հայաստանի Հանրապետությունում եւ որևէ այլ ճանապարհ մենք այլևս մեզ համար չունենք։
Ավելորդ չի լինի ասել, որ մեր հաղորդումը հենց կոչված է մամուլի տեսակետները, դրանք սխալ լինեն, թե ճիշտ, ուղղորդված լինեն, թե ոչ, տեսակետներ ներկայացնելու եւ այդ առնչությամբ մեկնաբանություններ ստանալու։ Եվ հենց մի քանի մեջբերումներ կխնդրեի մեկնաբանեիք։ Առաջինը ներկայացնեմ Երկիր EM-ից։ Հաստատի ԲՀԿ-ն ընտրում է տակտիկական դադար վերցնելու մարտավարությունը, որը եռյակին կանգնեցնում է փլուզման եզրին։ Խնդիրը ոչ միայն կամ ոչ այնքան շտաբներ ձևավորելու անվան տակ շարժումը սառեցնելու մեջ է, որքան դադարի այդ ողջ ժամանակահատվածը ինչ-որ բովանդակությամբ լցնելու, վակումը լրացնելու։ Եվ ահա Սերժ Սարգսյանը եռյակի համար այս դժվարին պահին առաջարկում է այդ վակումը լցնել 12 պահանջների կատարման ճանապարհային քարտեզը գծելու շուրջ համատեղ աշխատանքով, որը տվյալ դեպքում ավելի շատ ֆիկցիա է թվում, որովհետև առողջ տրամաբանությունը հուշում է, որ այն, ինչ ընդամենը 1.5 ամիս առաջ կառավարությունը համարում էր անիրագործելի, չի կարող հանկարծ առանց հանգամանքների որևէ փոփոխության դառնալ իրագործելի։ Կցանկանայի նախ 12 կետերի մասին խոսեիք եւ մի հարց այս ողջ շաբաթվա ընթացքում դարձյալ բարձրաձայնվում էր եւ սոցցանցերում եւ մամուլում, որքան էլ մենք համաձայն չլինենք դրա հետ, որ եռյակը ճգնաժամի մեջ է։ Կխնդրեի նաեւ դրան արձագանքեիք։ Մեր օրակարգը ի սկզբանե եղել է սոցիալական, իրավական եւ տնտեսական։ Մեր օրակարգը վերաբերել է ճգնաժամային մակարդակի հասած խնդիրներին եւ դրանց լուծումն է, որը մենք պարտադրում ենք։ Հիմա հաջորդիվ դուք ասում եք չկան նախադրյալներ, հա, ես այդպես հասկացա, որ միառժամանակ առաջ իշխանությունը հրաժարվելով այսինչ կետը համարում էր անիրագործելի փաստորեն։ Հիմա իրատեսական չի, որ ինչ-որ բան կանեն։ Իսկ ով ասեց իրատեսական է, իրատեսական չի, ով է մտնում այդ քննարկման մեջ, ով է բանակցում նրանց հետ։ Ամենևին մենք ունենք խնդիր, ժողովրդական ճնշմամբ պարտադրել այդ լուծումները։ Եւ եթե այսօր իշխանությունը գիտակցելով, որ ճնշման ազդեցությունը այլևս անդառնալիորեն տանելու է փոփոխությունների, ասենք օրինակ ընտրական օրենսգրքի փոփոխություն կիրականացնի, ես չգիտեմ կիրականացնի թե ոչ, բայց եթե դա տեղի կունենա, ուրեմն ոչ իշխանական ուժերի ճնշման արդյունքում հարցը լուծվում է, գոնե այդ մեկ հարցը լուծվում է, եւ հաջորդիվ պիտի լուծվեն մնացած բոլոր հարցերը, որովհետեւ այլ տարբերակ չի լինելու։ Իսկ ինչ է վատ է, եթե մեր ճնշման արդյունքում ընտրական օրենսգիրքը վերջի վերջո փոխվի եւ ընտրակեղծիքները բացառվեն ու ընտրությունները Հայաստանում գոնե վերջապես կսկսեն ապահովել այն արդյունքը, որը որպես քվե ընտրողը տալիս է իր քվեաթերթիկով գցում է քվեատուփ։ Կա արդյոք եռյակում ճգնաժամ։ Ինչ ասել է ճգնաժամ։ Զուտ մարտավարական ես պատասխանում եմ, ճգնաժամը մեր երկրում է։ Երբ որ պաշտոնական վիճակագրությամբ 32% բնակչությամբ աղքատ է, իհարկե դրանից շատ ավել են ոչ պաշտոնական տվյալները, իրական տվյալները։ Երբ որ 18%-ի հասնող գործազրկություն կա, նորից պաշտոնական տվյալներով, իհարկե ոչ պաշտոնականները շատ ավելի սարսափելի են։ Դա ճգնաժամ չէ։ Դա ճգնաժամ է։ Երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ամեն աստծու օր զանգվածաբար լքում են երկրի վարչական սահմանը հատելով առանց վերադառնալու ցանկության, դա ճգնաժամ է։ Այս իրականությունը վերջին տարիներին ամբողջությամբ բաղկացած է ծայրահեղ դրսևորումներից, ճգնաժամային դրսևորումներից, եւ մենք ապրում ենք այդ իրականության մեջ, այդ թվում եռյակը, ու պայքարում դրա դեմ, գործուն մեթոդներով։ Ոչ թե զենք ճոճելով, բղավելով, գորգռալով, այնուհետև հանգրվանելով իշխանության օղակներում, այլ պարտադրելով խնդրի լուծում։ Եթե որևէ մեկը սրա հետ համաձայն չէ, ուրեմն գիտեք ինչ, ճանապարհները բազմաթիվ են, բազմապիսի են, թող առաջարկեն իրենց ճանապարհները, թող գնան իրենց ճանապարհով։ Ես անձամբ որպես խորհրդարանում աշխատող, քաղաքական դաշտում գործող, հրապարակայնորեն գործող անձնավորություն, գտել եմ այս ճանապարհը ճիշտ, հավատում եմ այս ուղուն եւ իմ բոլոր հնարավորությունները ներդրել եմ սրան։ Եթե որևէ մեկը ինձ քննադատում է նրա համար, որ ես ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում վերանա աղքատությունը, մեղադրում եմ դրանում պատասխանատուներին, պահանջում եմ նրանցից պատասխան, պահանջում եմ նրանց հեռանալը չաշխատելու, չիրականացնելու դեպքում, պահանջում եմ, որ թաթները չմտցնեն պետական գանձարանի մեջ, եթե որևէ մեկը ինձ դրանում մեղադրում է, առանց առաջարկելով այլ տարբերակներ, ապա գիտեք, եզրակացությունները թողնենք հանրությանը, թող հանրությունը պատասխանի թե ինչու։
որևէ այլ ճգնաժամի մասին խոսելը տեղին չէ։ Եթե դուք նկատի ունեք մարտավարական տարբերություններ, մոտեցումներում, գործողություններում, առանձին քայլերում, բնական է դրանք պիտի լինեն, եւ շատ լավ է, որ դրանք այն աստիճանի թափանցիկ են, որ տեղի են ունենում, այսպես ասած, հանրության աչքի առաջ, չափազանց թափանցիկ են, բայց ռազմավարությունը, ռազմավարական խնդիրը, նպատակակետը չի փոխվել եւ չի փոխվելու։ Լավ, ներկայացնեմ մեկ այլ մեջբերում հայկական ժամանակից։ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում իր ելույթով փորձում էր տպավորություն ստեղծել, թե եռյակն ունի ռազմավարական եւ մարտավարական գործողությունների հստակ համաձայնեցված ծրագիր։ Բայց ԲՀԿ-ՀԱԿ փոխհրաձգության ֆոնին ՀԱԿ առաջնորդի այս պնդումը բոլորովին այլ իմաստ է ստանում եւ ելույթի ու հայտարարությունների հակասությունները բացատրելու երկու տարբերակ կա։ Տարբերակ 1. Տեր-Պետրոսյանը փորձել է մարտավարական պլանի գոյության տպավորություն ստեղծել, մինչդեռ մարտավարական ոչ մի համաձայնություն եռյակի ներսում չի եղել։ Տարբերակ 2. Նախապես եղել են հստակ պայմանավորվածություններ, բայց կողմերից մեկը մյուսին գցել է։ Թե այս տարբերակներից որն է ճիշտ, թերևս դժվար է ասել։ Ես հասկանում եմ, որ այս մեջբերումը թերևս ավելի շատ վերաբերում է ՀԱԿ-ին եւ ՀԱԿ ներկայացուցիչներին, սակայն ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը հայտնի միջադեպի պատճառներով թերևս եւ մյուսները անհայտ պատճառներով որևէ կերպ չարձագանքեցին մեր հրավերին եւ կխնդրեի դուք որպես գործընկեր արձագանքեիք այս մեղադրանք թե ակնարկ։ Նախ փոխհրաձգություն ձևակերպում ինձ համար փոքր-ինչ ընդունելի չէ, մեղմ եմ ասում փոքր-ինչ։ Երկրորդ, ՀԱԿ խմբակցության անդամին պատկանող որպես սեփականություն այդ խմբագրությունը եւ լրատվամիջոցը, որից դուք ցիտատներ եք կամ նյութից մասեր եք բերում, այնքան էլ անկողմնակալ եւ օբյեկտիվ աղբյուր չէ։ Մենք չունենք օբյեկտիվ աղբյուրներ, պարոն Ուրիխանյան։ Իսկապես գոնե կարծում եմ դուք ձեր հաղորդաշարով եւ ձեր հեռուստաեթերով այդ դաշտը պիտի փորձեք զուլալել։ Ինչևէ, այն շարունակեմ միտքս ճշմարտության միակացյանը չէ, որի վրա պիտի մենք կառուցենք մեր դատողությունները։ Հիմա շատ հակիրճ այդ եւ մնացած հարցերի վերաբերյալ։ Մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում սեփական միջոցներով, ընտանեկան ռեսուրսներով ինչ որ ձեռնարկատիրություն իրականացնող փոքր բիզնեսի ներկայացուցիչները, մարդիկ, ովքեր իրենց համար ստեղծել են աշխատատեղ, այն պարագայում, երբ պետությունը չի ապահովում մարդկանց աշխատանքով, պիտի ազատվեն բոլոր տեսակի հարկերից, որպեսզի կարողանան գոնե իրենց գլուխը պահեն։ Միևնույն է, եթե փակվեն, չեն լինելու ոչ հարկեր, ոչ աշխատատեղ։ Սա մի կարևորագույն դրույթ է, ես ընդհանրապես մեկ շատ կոնկրետ օրինակ բերեցի տնտեսական վիճակին վերաբերող խնդիր, ավելի ճիշտ ճգնաժամից դուրս գալու մի լուծում, որը մենք ԲՀԿ-ն եւ ոչ իշխանականները միասնաբար առաջ են քաշում ու պահանջում ենք, իրականացնելու ենք իշխանության գալու պարագայում երբևէ։ Սրան որևէ մեկը դեմ է, սա լուծում է, որը պետք է պարտադրել, ճիշտ է, սա ճանապարհ է, որով մենք գնում ենք։ Ուրիշ ինչ խնդիր կա այստեղ։ Ուրիշ ինչի վրա եք կենտրոնանում։ Հիմա ես կարող եմ թվարկել մնացած բոլոր դրույթները առանձին եւ ոչ ոք չի կարող դրանց մեջ գտնել ոչ օբյեկտիվ, ոչ օպտիմալ, ոչ տրամաբանական առաջարկ եւ պահանջ։ Հասկանում եք, սրա վրա է պետք կենտրոնանալ։ Սա է պայքարի բուն իմաստը։ Ոչ ոք չի ասում իշխանություն հեռացի հենց այնպես, որովհետեւ դու մեր դուրը չես գալի, մենք պիտի գանք եւ մենք պիտի որոշումների կայացման դաշտում գերակայենք։ Մենք ասում ենք իշխանություն, դու չես կարողանում կամ չես ցանկանում տալ լուծումներ այս հարցերին, հետեւաբար քո հեռանալու հարցը ինքնաբերաբար դրված է օրակարգում, այսպես կենսական պահանջի պես բան է դարձել, իսկ մենք պիտի իրականացնենք այս բարեփոխումները։ Սա է մեր օրակարգը։ Հիմա ով ինչ կերպ է գալիս այդ հարցի լուծմանը հասնում, դա ընդհանրապես ներսի քննարկման հարց է, ներսի քննարկման խնդիր է եւ պետք է շնորհակալ լինել, որ այդ ներսի քննարկումներն էլ նորից կրկնում եմ, այնքան բաց ու հրապարակային են, որ տալիս են որոշ լրատվամիջոցներին առիթ փոխհրաձգություններ, հակասություններ, չգիտեմ, պայմանավորվածություններ, թերպայմանավորվածություններ, ինչ որ այսպեսի ձևակերպումներ տալու համար։ Մարդկանց ինչ է հետաքրքրում, ինչ ասեց Լևոն Տեր-Պետրոսյանը հարթակում, ինչը կարող է 2-3 խոսքով կամ նախադասությամբ համաձայնեցված չլինել
նախորդ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ Եթե վերջին հաշվով պահանջը, որը մենք դնում ենք, հուզում է մարդկանց ու հետաքրքրում է մարդկանց, եթե մարդիկ դրան կողմնակից են, եթե խնդիր կա մոբիլիզացնելու երկրի ողջ բնակչությանը, խնդիրը պարտադրելու համար, սա հիմնական ճանապարհն է։ Մնացած ամենը կարող է այստեղ լինել ավելի կարևոր, կարծում եմ ոչ։